64 կողմձայնով ազգային ժողովը ծափահարություններով ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման Վաշինգտոնյան հռչակագրին աջակցող հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցել։ 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվեց, ազգային ժողովը ընդունեց նախագիծը։ Աշպետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետը առաջարկվում է դարձնել 3-ից 6 տարի, 2-ից 5 տարվա փոխարեն։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20 պատիկից բարձրացնել 15-ից 30 պատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-ից 3 տարով։ Պաշտոնից այսօր ազատվել է ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ Տեղեկությունը Արարատ Նյուզին հաստատել է ՆԱԱԾ լրատվական վարչությունից։ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների պաշտոնակությունը կապված է փառաքարում վերջերս տեղի ունեցած սպանությունների հետ։ Փաշինյանը աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում է։ Կոպենհագենում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Իլհամ Ալիևի եւ Էմանուել Մակրոնի հետ։ Երկկողմ հանդիպումների քննարկումների առանցքում են եղել Վաշինգտոնյան պայմանավորվածություններ եւ Թրիփի ուղու իրականացման վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Վարչապետը մասնակցել է նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին։